Ախպեր մի հատ քեզ հարց տամ։ Դու ունես արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների ֆավորիտ տեխնացու, Կարինեն է հարցնում։ Ասма տղաներ ջան, դուք ունեք, ես քեզ հարցնում եմ, վերահասցեավորում եմ արտաքին գործերի նախարարի եւ ՊՆ նախարարների ֆավորիտ տեխնացու ունես դու օրինակ։ Հələ մտածի, էլի, արի ցած էքսպրոմտ անենք։ Արտաքին գործերի վստահաբար չունեմ։ Ես ունեմ օրինակ։ Չունեմ ախպեր, ես չունեմ, որտեղ Ես ունեմ Արմեն Աշոտյան։ Կարող լինի, ես լավ չեմ պատկերացնում գործառույթները, բայց կարող լինի, ենթադրում եմ, որ կարող լինի, հա։ Պաշտպանության նախարարի Տիգրան Աբրահամյան Գուցե։ Դե ես օրինակ անկեղծ ասեմ, այդտենց թույլ եմ այդպես բաներից, կարող եմ ինձ թվում է կարա, բայց մարդ է, պիտի այդ ավելի կոմպետենտ մարդիկ որոշեն, ես ինքս այդպես դժվարանում եմ որոշել։ Արմեն Աշոտյանը վստահաբար կարա, ուրիշ բարդ է, իմ համար բարդ է, որովհետև այնպես չի որ լավ հասկանում եմ այդ գործառույթներից, որ ասեմ թե ով կարա լինի։ Այդպես հստակ, ասենց ասեմ, հաստատ չունեմ, բայց որ օրը գա, ես վստահ եմ, որ համատեղ ջանքերով կոմպետենտությունը կստանա իր արդար գնահատականը եւ ի տարբերություն էս փսլինքներից, որոնք անհասկանալի եկել տեղավորվել են, ոչ մեկից բան չի հասկանում, ինքը իր գործից բան չի հասկանում, շատ տեխնացուների տարբերակներ պատմության դասատուն ՊՆ նախարարը աշխատում, օրինակ հիմա պատկերացրու, ասենք Նիկոլին ժամանակին ասային ով է ձեր պատկերացրած իր անդիմադիր։ Ու ինքն ասել Սուրեն Պապիկյանը։ Չէր ասի Սուրեն Պապիկյանը, որովհետև Սուրեն Պապիկյանը չէր կարող տելնել, պատմության դասատու էր ախպեր, ինչ պաշտպանության նախարար։ Կամ ասենք այս Բուշքուրին ասային դու դառնալու ես հանձնաժողովի նախագահ ազգային ժողովում առողջապահության Կամ իրավաբանին ասային դու դառնալու ես առողջապահության նախարար։ Ֆանտաստիկա է, այսինքն Մելիքյան Ռուբեն մեկ գրասեր ձեր կուրսի Անահիտը դառնալու է, բան նախարար առողջապահության։ Դες նույն հաջողությամբ կարող ասեմ իմ օրինակ առողջապահության նախարարի ֆավորիտը Ռուբեն Մելիքյանն է։ Չէ, Ռուբեն կասի, այ ախպեր ջան, ես ինչ կապ ունեմ։ Հա, բա սրանք ինչ կապ ունեն։ Դրա համար ես այդ կապերը քանի որ լավ չեմ տիրապետում, տենց օրինակ եթե տարբերակ լինի, ես զուտ կարամ տենց իմ դիլետանտության համատեքստում ասել այդ տպավորությունները զուտ մարդու ընկալման համատեքստում, առաջինը որ մտքիս եկավ, ձեզ անկեղծորեն ասացի Տիգրան Աբրահամյանն է, պաշտպանության նախարարի համատեքստում, իսկ Նարեկն էլ ասաց արտաքին գործերի նախարարի Արմեն Աշոտյանը, որը էլի հա որ մտածում ես տրամաբանական է։